Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ն շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանն է։ Բարև ձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Վարդանյան, մեր տաղավար եք եկել Ազգային ժողովից, որտեղ առավոտյան ժամը 11-ից տեղի ունենում Արարատ Միրզոյանի ներկայացրած զեկույցի քննարկումը իբրև թե, բայց արտգործնախարարության տարեկան զեկույցի վերաբերյալ ելույթը շատ կարճ տևեց եւ մի քանի ժամ ընդդիմադիրներդ փորձում էի Արարատ Միրզոյանից հասկանալ, լավ, ի վերջո, երբ ասում եք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը արդեն համաձայնեցված է։ Երբ ասում եք, որ երկու կողմերս պատրաստ ենք փոխզիջումային տարբերակով գնալ հարցի լուծման, ի վերջո Հայաստանը ինչ է ստանում, Ադրբեջանը ինչ է զիջում։ 4 ժամ է հետևում եմ այդ քննարկմանը, ես այդ հարցի պատասխանը այդպես էլ չստացա։ Այսինքն կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը որևէ բան այս փաստաթղթով համաձայնեցված տեքստի տարբերակով չի զիջում մեզ։ Դուք չեք կարող այդ հարցի պատասխանը ստանալ, որովհետև չկա այդ զիջումը, այն կետը, որ Ադրբեջանը զիջում է, համաձայն է ընդունել, կատարել, պարտավորություն ստանձնել։ Սա է մեր խնդիրը։ Մենք ինչու ենք շեշտադրել այսքան այս հարցը, խոշոր հաշվով քննարկմանը մասնակցում, որովհետև Հայաստանում հիմա տեղի ունենում կապիտուլյացիայի ռոպագանդա, կապիտուլյացիայի քարոզարշավ։ Այդ թուղթը, որի վրա գրված է խաղաղություն բառը վերնագրում, Իլհամ Ալիևին հարկավոր է ինչ որ կոնֆիգուրացիայում, այնպես չի որ շահագրգռված է ստորագրել, բայց եթե պետք լինի այդ խաղաղություն բառը իրեն հարկավոր է իմիջը մաքրելու, իրեն որպես տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն բերող ղեկավարի դիրքավորելու, Նիկոլ Փաշինյանին պետք է Հայաստանում իշխանություն պահպանելու համար։ Դա խոշոր հաշվով լինելու է իր քարոզարշավի հերթական արտահերթ կամ ընդհանրապես իշխանություն պահպանելու համար հիմքը, ժողովրդին խաբելու համար։ Այսինքն Ադրբեջանի հետ ստորագրելու են մի թուղթ, որը այս փուլում ամրագրում է Ադրբեջանի պահանջները բոլոր, մի 4 ժամ այո չեն կարողանում պատասխանել Ադրբեջանը ինչ պարտավորվածություն է ստանում, ավելի պարզ ջերմուկից օկուպացված տարածքներից երբ են դուրս գալու, ռազմագերիներին երբ են վերադարձնելու, տեսել եք թշնամական երկրի բանտում ռազմագերիներով խաղաղություն ստորագրեն։ Ես այդպիսի նախադեպ չգիտեմ։ Այդ անընդհատ անմեղ արդարացումը, որ մեր պարտավորությունն է, ինչ էր ասում Արարատ Միրզոյանը, դա մեր պարտականությունն է գերիների խնդրով զբաղվելը, այո զբաղվում ենք, մեզ մի քննադատեք, մենք էլ ենք ընդունում, որ առ այս պահը որևէ բան չի ստացվում, այո։ Նախ բնականաբար բան պիտի քննադատենք, գնանք Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարին քննադատենք, ումից պահանջել եւ ում քննադատել, բայց այստեղ այլ հարց կա, ես ավելի կոնցեպտուալ է հարցը։ Ինչպես է հնարավոր խաղաղություն, երբ հումանիտար հարցերը չեն լուծվել։ Ինչպես է դա հնարավոր։ Անհետ կորածների, գերիների, մարմինների հարցեր կան, մարմինների, մասունքների հստակեցման կամ որոնողական աշխատանքների։ Դե հումանիտար հարցերը չեն լուծվում։ Մի պետություն հրաժարվում է հումանիտար հարցերը լուծել, ընդհանրապես առաջ գնալ։ Խաղաղության մասին ավելի բարդ հարցերի մասին ո՞նց կարող է խոսել։ Ձեզ Միրզոյանը հանգստացնում էր Տիկին Վարդանյան, ասում էր, որ չկա աշխարհում որևէ խաղաղության պայմանագիր, որը հակամարտող կողմերի միջև ստորագրվի եւ դա բոլոր հարցերի պատասխան։ Ասում եմ, մենք էլ գիտենք, որ այս թղթով բոլոր հարցերի պատասխանը չենք կարողանալու ստանալ։ Բոլոր հարցերն չէ, թող մի հարցի պատասխան տան։ Ինչպես է այս թղթի աշխարհը, որ Ադրբեջանը հաջորդ օրը չհարցակվի։ Ասում է ճանաչել է տարածքային ամբողջականությունը Հայաստանի, իհարկե ընդունում են, որ թվով չի ասել։ Սուտ է ասում, Ադրբեջանը այս թղթով ես падգամավորներից մեկն եմ, ով տեսել է առաջին 5 տարբերակները փոխանակում։ Ադրբեջանը այս թղթով ճանաչել է, որ կողքը այո կարող է գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետություն, ինչ սահմաններով, սահմանագիծը ստակեցված չէ, եւ ինչ տարածքով որևէ տեղ չի ճանաչել։ Եթե կասեն որևէ մեր քաղաքացու գնանք ասեն Ալմատին է հողում արել, Ալմատին հողումը Ադրբեջանը մեկնաբանում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Հայաստանի Հանրապետության սահմանը, սահմանագիծը եւ քառակուսի կիլոմետրերը, որտեղ իրավազորությունը Հայաստանի տարածքում է, Ադրբեջանը որևէ տեղով չի ճանաչել։ Եթե կասեն, որ դա նրանով է, որ, չգիտեմ, Ալմատային կամ այլ
ՄԱԿ-ի կանոնադրությանը միանալով Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է։ Դա խանգարել է 200-ից ավել քառակուսի կիլոմետր Երևանի չափ տարածք շուրջ օկուպացված պահելու։ Այսինքն ո՞նց է ճանաչել։ Ես ուզում եմ հասկանամ, ադրբեջանական զորքերը ջերմուկում են, այլ բանը, սև լճում են եւ այլուր են։ Ո՞նց է ճանաչել։ Այդ ո՞նց են ճանաչել, որ բանը հայտնվել են Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում։ Դե ասում են սահմանագծում սահմանազատում կանենք, հնդածից դուրս կգան։ Տավուշում արեցին, ինչու Բերքաբերի 900 քառակուսի կիլոմետրից դուրս չեկան։ Վերջին տարիներին որ մի հայկական պահանջն է բավարարվել, կամ պահանջի նախ դրանք շատ քիչ են եղել, բայց այս երկու կետերը, որ վերջում համաձայնություն տվեցին, այդ երկու կետերին ընդհանրապես մի ամիս առաջ ասում էին, որ դրանք վատ կետեր են, դրա համար Հայաստանը համաձայնություն չէր տալիս։ Ինչ եղավ այս ընթացքում Տիկին Վարդանյան, որ Փաշինյանը եւ նրա թիմը հիմա այդ երկու կետին համաձայնություն տալը համարում է Հայաստանի Հանրապետության լինելիության երաշխիք։ Այսօր ինչ ասաց Արարատ Միրզոյանը։ Ասում է խաղաղությունը Հայաստանի Հանրապետության լինելիության միակ երաշխիքն է։ Սա անկյունաքարային կետ է։ Խաղաղությունը, այո, երկրների լինելիության երաշխիք կարող է լինել ընդհանրապես խաղաղությունը մի բան է, որ մեզ պետք է։ Մենք հարցականի տակ ենք դնում հետեւյալ երկու պնդումը։ Արդյոք այս թղթով որևէ ուժ կարող է խաղաղություն բերել, դրա միանշանակ պատասխանը հետեւյալն է։ Ոչ, այս թուղթը չի ապահովում խաղաղությունը։ Ես որ ավելի կոնկրետ եւ ուղիղ ասեմ, սա ավելի վատ թուղթ է, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որը վատ փաստաթուղթ էր։ Սա դրանից ավելի վատն է։ Իրենք ամեն հաջորդ փուլում ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ նախորդին մենք երանի ենք տալիս, եւ երկրորդը, արդյոք այս ուժը կարող է խաղաղություն ապահովել։ Լավ, ո՞նց կարող է այս ուժը, որը կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, ով դիմադրության զրո դիմադրություն է ցույց տալիս, ապահովել խաղաղություն, թե չէ որ խաղաղությունը պետք է ուզենալ։ Դրանում բեջ չկա, բայց այլ ասպեկտ էլ կա, այլ հարցեր ենք տալիս։ Ցույց տվեք ինձ պատմական մի օրինակ, որտեղ հնարավոր է եղել ագրեսորին զսպել, այսինքն նենց անել, որ Ադրբեջանը չհարձակվի, Ադրբեջանի պահանջները բավարարելով։ Պատմության մեջ որտեղ է դες դեպք եղել։ Պահանջների չբավարարումը ըստ այս իշխանության ինքը հավասարազոր է պատերազմի։ Հիմա փաստորեն նույն իրենք ինչ են ասում Տիկին Վարդանյան, իրենք նույն մոդելն են խաղարկում։ Տեսեք, գնացին իրենք Իրանց, ասացին տարածքները չենք տալիս, գյուղերից դուրս չեք գալիս ժողովուրդ, Թուրքիայի կողմից մտնում է։ Չէ, իրենք այդ մոդելը խաղարկեցին եւ աշխատեց։ Հիմա նույնը այսօր ազգային ժողովում էին ասում։ Նույնն են ասում, բայց այդտեղ է անկյունաքարը, դա պիտի չաշխատի։ Այսինքն պիտի ինչու ենք մենք բացատրում, ինչու ենք մասնակցում այս քննարկումներին, որպեսզի ցույց տանք, որ այս ճանապարհը դեպի խաղաղություն չի տանում, կամ տանում է այն խաղաղությունը, որ հիմա Արցախում կա, այսինքն որտեղ հայեր չկան։ Լավ, շատ լավ, եթե սա չանենք, Ադրբեջանը կհարձակվի։ Որն է վերջի կետը, որը Ադրբեջանը ասում է, որ սա ինձ ենքում բան չեմ պահանջելու։ Այսինքն 2030 թվական, եթե Երևանը չտանք, Ադրբեջանը կհարձակվի, այդ դիսկուրսին են գնում, իսկ այդտեղ են գնում։ Այո, Ադրբեջանի վախով, Ադրբեջանի հարձակման վախով Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը մեզնից կորզում են զիջումներ, ամեն տեսակ։ Ադրբեջանը, ես այստեղ էլ ուզում եմ հանկարծ այլ ուղղություն մեջ չընկնենք, այո, կարող է հարձակվել։ Ադրբեջանը ագրեսոր է։ Մի տարբերակ կա, որ կարող է զսպել Ադրբեջանի հարձակումը։ Դա այն դեպքն է, երբ Ադրբեջանը կիմանա, որ հարձակվելու դեպքում բան է ունենալ, գին է վճարելու եւ միջազգային մեխանիզմներ, որոնք հիմա չեն աշխատում։ Հիմա այս երկու տարբերակն է, ոչ ոք Հայաստանի քաղաքական դաշտից չի խոսում նրա մասին, որ պետք է Ադրբեջանին հետ պատերազմ հայտարարել, բայց այո, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ասում են, եթե Ադրբեջանը քո վրա հարձակվում, պետք է պաշտպանվել։ Մեզ իրենք առաջարկում են, որ եթե քեզ վրա հարձակվում են, ձեռքերը վերև է պետք բարձրացնել։ Ասում են, ձեր առաջարկը զենքը ձեռքը վերցնել պատերազմի գնալն է։ Սուտ են ասում, ոչ ոք նման անիրատես չէ, հասկանում է իրավիճակը, որևէ մեկ Հայաստանի քաղաքական դաշտում չկա, որ ասում է, օրինակ, իշխանության պետք է ես կամ հաջորդ օրը Թուրքիային եւ Ադրբեջանին պետք է պատերազմ հայտարարել, կամ ընդհանրապես Հայաստանը հարձակողական պատերազմ վերջին անգամ Տիգրան Մեծի ժամանակ է երևի վարել։ Բայց եթե քեզ վրա հարձակվում են, դա բնական պաշտպանական մեխանիզմ է։ Բայց ինչ պիտի անես, եթե քեզ վրա հարձակվում են։ Ինչ պիտի անես։ Ինչի համար է պետություն ստեղծել։ Տիկին Վարդանյան, Երևանից մենք շատ ակտիվ քննարկում ենք այն, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի հերթական պահանջը եւ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, բայց իսկ ով ասաց, որ Ադրբեջանը
պատրաստ է այդ համաձայնեցված տարբերակը ստորագրել։ Տեսեք, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերություններն այն աստիճան վատ են, որ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին առաջարկում է, ասում է, եկեք համատեղ հայտարարություն տարածենք, որ տեքստը արդեն համաձայնեցված է։ Ադրբեջանական կողմը հայկականին մերժում է, Բայրամովը առաջինն է այդ մասին խոսում, հետո մեր արտգործնախարարությունը համապատասխան հայտարարությունն է հրապարակում, այսինքն մենք ունենք հարաբերությունների նման որակ։ Հիմա ո՞րն է երաշխիքը, որ անգամ այս համաձայնեցված տարբերակը կարող է գնալ ստորագրման, որովհետև երեք հստակ նորից ասացին, փոխեք ձեր սահմանադրությունը։ Հաջիևն է խոսում, ասում է տվեք Արցախյան առաջին ազատամարտի հերոսներին մեզ։ Արձանագրենք, որ որքան բանակցում են Փաշինյանը եւ իր թիմը, Ադրբեջանի նախապայմանները շատանում են։ Դրանք սկսվել են Արցախից, հիմա ասել են այնտեղ, որ սահմանության փոփոխություն, Միսկի խմբի լուծարում, Հայաստանի քաղաքացիների պահանջ եւ գույքային եւ ֆինանսական այլ պահանջներ։ Ադրբեջանը իսկապես բանակցել է մի թուղթ եւ ստացել է մի թուղթ, որտեղ է այստեղ մոլորեցնողը։ Այս թղթով Ադրբեջանը ֆիքսում է իր միջև էս պահը ձեռք բերածը, արձանագրում է, փակում է, ուզում է փակել Արցախի հարցը ընդհանրապես, չի անդրադառնում որևէ կերպ Արցախի վերադարձի իրավունքին, այդ առումով դա իրեն շահեկան փաստաթուղթ է։ Այսինքն ինքը գրավոր Հայաստանի կառավարության համաձայնությունը ստացավ, որ արցախցիների Արցախ վերադառնալու հարց չի բարձրացել։ Ես առանց այստեղ միտում չկա որևէ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություն կամ այդ երրակողմ փաստաթուղթը գովել, դրա մասին չի խոսքը, բայց վերջին փաստաթղթը, որը ստորագրել են Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը, կա այդտեղ Լղիմի տարածքը նկարագրված, այսինքն զորքերը պիտի կանգնեն այնտեղ, որտեղ գտնվում են այդ պահին, կա Լաչինի միջանցքի նկարագրություն, որը պիտի անխափան կապապովի Հայաստանի եւ Արցախի միջև, կա փախստականների պատերազմի հետևանքով բռնի տեղանված անձանց վերադարձի իրավունքի հարց, կա գերիների հարց։ Սա վերջին գրավոր փաստաթուղթն է Փաշինյանի եւ Ալիևի միջև։ Այս մի փաստաթուղթը բոլոր այն կետերը, որտեղ որ Ադրբեջանի համար խնդրահարույց են, ընդհանրապես արտացոլված չեն, այսինքն Ադրբեջանը բանակցել է ճնշումներով ստացել մի փաստաթուղթ, որը ֆիքսում է իր գետնի վրա այս պահին ձեռքբերումները եւ որևէ ձև չի կաշկանդվում իր ապագա պահանջների համար։ Ավելին, կա կետ, որը երեք Փաշինյանը հաստատեց, որով Ադրբեջանը անսահմանափակ հնարավորություններ է ստանում Հայաստանի ներքին գործերի միջամտելու, այսպես կոչված ռևանշիզմի դեմ պայքարի կետը, իսկ ռևանշիզմը ենք համարվում Ադրբեջանի համար բոլորս, ովքեր խոսում ենք մեր իրավունքներից, դա Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտության գործիք է ունիվերսալ, որը իրենք ամրագրել են պայմանագրում։ Այսինքն եկեք այս մասով մի հատ հստակեցնենք, երեք Փաշինյանը ասաց, որ խաղաղության պայմանագրում կա կետ, որ կողմերը պարտավորվել են խաղաղության գործընթացին հակասող քայլեր չանել։ Հիմա ԿՊԱ-ականներն ինչ են ասում են ինչ մենք ենք պարտավորվել, նույնն էլ երկու կողմը իրենք են պարտավորվել։ Շատ լավ։ Ոնց են պարտադրելու, որ Ադրբեջանը չասի օրինակ Սյունիքը արևմտյան Ադրբեջան է։ Այո, այդ քարտեզները որ ցույց են տալիս ամեն անգամ իրենց լրատվականներով դա ցույց չտան։ Հայատյացություն դպրոցներում չսովորացրեն, ուրիշ բան չեմ ասում։ Էլ չասեմ խաղաղության գործընթացին հակասող է գերի պահելը, թե չէ։ Հակասող է, գերիներին բերեն, ո՞նց են պարտավորեցնելու։ Իսկ Ադրբեջանի մի զանգը, մի հրապարակային հայտարարությունը Հայաստանը ընդունում է որպես երկնքից եկած բան, ուղերձ եւ անմիջապես ձեռնարկում խլելուն դա անելուն։ Այսինքն Ադրբեջանը ամրագրել է մի գործիք, որով ինքը միակողմանիորեն անընդհատ օգտագործելու եւ ոնց էր Նիկոլ Փաշինյանը որ ասում էր, եկեք մեխանիզմներ սահմանենք սպառազինությունների փոխադարձ հսկման։ Ոնց են դա Նիկոլ Փաշինյանը ոնց Ադրբեջանի սպառազինությունները հսկելու։ Այսինքն Փաշինյանը չի կարողանալու վերահսկել, բայց Ադրբեջանը վերահսկելու է Հայաստանում։ Միանշանակ, ինչպես չկարողացան պահել Լաչինի միջանցքը բաց Արցախի զորքերը այնտեղում որտեղ որ կանգնած էին, Ադրբեջանը ինչ խնդիր արժեվ դրել էր, կարողացավ անել։ Բայց ինչու է Ադրբեջանը կարող է, երբ եւ ինչու կարող է ստորագրել, որովհետեւ նախ չի սահմանափակում իր հետագա պահանջները, բայց աշխարհակահաղական իրավիճակի փոփոխությունը, որը կարող է Ադրբեջանին ուղերձ հղել, որ իրավիճակ կարող է փոխվել եւ Հայաստանում կարող է իշխանություն փոփոխվել, դա կարող է ուղերձ լինել, որ որևէ փաստաթուղթ, որը կամրագրի եւ ավելի ձեռնտու կլինի իր համար, քան նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իրենք այդ առումով շահագրգռված կլինեն, բայց այստեղ շահագրգռված կլինեն նկատի ունեք ստորագրել։ Ունենալ
կլինի այդպիսի փաստաթուղթ, եթե լինի աշխարհաքաղաքական այն փոփոխությունները, այսինքն այս շրջանը, որը փաստացի ուժի իրավունքի շրջան էր, այսինքն ով ինչ ուզում էր անում էր, եթե ուժը պատմում էր, բայց ավելի հանդարտվի եւ կարողանան ավելի կենտրոնանալ կայունության տարածաշրջաններում կայունության վերադարձի ուղղությամբ պետությունները, Ադրբեջանը շահագրգռված կլինի, որ այդ դեպքում ինքը հնարավորինս գրավոր փաստաթղթեր ունենա, որը արտահայտի իր շահերը, բայց երկրորդ կետը, որ Ադրբեջանի հիմա առաջնային պահանջն է, Ադրբեջանին այլևս չի բավարարում միայն Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, դա մասին ուղիղ հայտարարել են, որ Ադրբեջանին Իլհամ Ալիևին հարկավոր է հայ ժողովրդի հետ համաձայնություն, այսպես ասած, այսինքն որ ժողովուրդը մեր ինքը համաձայնվի Ադրբեջանի պահանջներին։ Դրա համար են պահանջում սահմանադրության փոփոխություն, որովհետև այդ կամ արտահայտությունը ժողովրդի խոշոր հաշվով հանրաքվեով կարող է լինել։ Այստեղ է գլխավոր պահանջը, որովհետև իրենք ամենալավը գիտեն, որ իշխանությունները փոփոխական են։ Հասարակությունում է, որ պետքա կոտրել իրավունքների համար այդ պայքարի իղձերը նպատակները, այսինքն Ադրբեջանի նպատակը հիմա առաջնային Նիկոլ Փաշինյանի հետ այլևս փաստաթուղթ ստորագրել Նիկոլ Փաշինյանից խոշոր հաշվով ինչ ուզել ստացել են, կարող են դա ինչ-որ պահի ֆիքսել, եթե զգան, որ կարող է իրավիճակը փոփոխվել, ուղղակի իրենց թուղթը հարկավոր կամ օրինակ Փաշինյանին դա հարկավոր է ներսում իշխանությունը երկարաձգելու համար, որովհետև Ադրբեջանի ձեռքերը որևէ ձև չեն սահմանափակում այդ թղթով ինչը որ հիմա ունեն, բայց Ադրբեջանը հիմա կենտրոնացած է հայ ժողովրդի համաձայնությունը իր պահանջներին ստանալու, դրա համար է այսպես իմպերատիվ սահմանադրության փոփոխության պահանջը դրվել մեզ վրա։ Ինչպես դա թույլ չտալ։ Սահմանադրության փոփոխության մի ճանապարհ կա։ Ինչ ուզում են անեն, դա պետք է լինի հանրաքվեով, այդտեղ նվազագույնը 25%-ը ընտրելու իրավունք ունեցող մարդկանց պետք է գնա եւ համաձայնություն արտահայտի այդ դրված օրակարգին, դա 700,000 եւ ավել մարդու մասին է։ Եթե Ադրբեջանը սա է պահանջում ու սա է այն կռիվը ասեմ, ճակատամարտ ասեմ, որ ինքը նախանշել է ու դա է համարելու իր գերնպատակ, ուրեմն ազգային ուժերի գերնպատակ է դա թույլ չտալը։ Ինչպես։ Շատ պարզ այդ 700,000 մարդը Հայաստանում, այսինքն Ադրբեջանի պահանջով Հայաստանում սահմանադրություն չպիտի փոխվի։ Մենք պիտի իհարկե նայենք, թե այսինքն տեսնենք ինչպես է զարգացում, երբ կարող է ինչ ժամկետների մասին ենք խոսում եւ ինչ կոնֆիգուրացիա։ Ես որևէ դեպքում չեմ բացառում, որ հիմիկվա օրենքը արգելում է, բայց իրենք կարող են դա համապետական ընտրությունների հետ զուգահեռ անել, այսինքն մի քանի իրադարձություններ միահյուսել եւ միախառնել իրար, դրա համար հիմա դժվար է ինչ-որ հայտարարություն անելը, որ չգիտես ինչ կոնֆիգուրացիայով է, բայց շատ պարզ, այդտեղով պիտի անցնի ջրբաժանը։ Մի կողմում պիտի լինի այդ ջրբաժանի Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի սատելիտները, ովքեր ասում են, որ դա բան է, այո, դա է խաղաղության ճանապարհը, մյուս կողմում էս երկրի բոլոր այն ուժերը, ովքեր հասկանում որ Ադրբեջանի պահանջով Հայաստանում սահմանադրություն չի կարող փոխվել։ Դա կլինի կամ բոյկոտը, կամ դա կլինի որևէ այլ ֆորմատով այդ ընտրությունը նկատի ունեմ, այսինքն ժողովրդի կամ արտահայտությունը արտահայտել այն իմաստով, որ մեր հասարակությունը համաձայն չի սրա հետ։ Դա արդեն կկարողանանք հասկանալ, երբ ավելի մոտենան իրադարձությունները, բայց եթե սա է թշնամական առաջնային պահանջը, մեր գործը դառնում է այդ պահանջին դիմագրավելը։ Դուք ասում եք, երբ ավելի մոտենա ժամանակահատվածը, նոր այն ժամանակ կհասկանանք։ Շատ հստակ, երբ Ալիևը պահանջեց, որ Հայաստանը սահմանադրությունը փոխի, դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, այո, 2026-ին ընտրություններից հետո կփոխեն, նրա արդարադատության նախարարն ասաց, այո, 26 թվականին ընտրություններից հետո նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի, հա, այսինքն հստակ իշխանությունը ազդակներ տվել է, թե երբ է պատրաստվում Հայաստանում փոխել սահմանադրությունը։ Այդտեղ տարբեր հայտարարություններ են եղել, մինչև ընտրությունների նախագիծը պատրաստ կլինի եւ այլն, բայց հիմա ուզում եմ հասկանալ, ընդդիմությունը ինչ պետք է անի, պետք է սպասի սահմանադրության նոր տարբերակ, Ալիևի թելադրած տարբերակը դրվի սեղանին, մտնի սահմանադրական հանրաքվեի փուլի մեջ, գնա ընտրողներին ասեք ոչ, թե ընդդիմությունը պետք է թույլ չտա, որ այդ տեքստը անգամ ձևավորվի, ձևակերպվի։ Որևէ մեկը սպասելու մասին չի խոսում, ավելին առնվազն խորհրդարանական ընդդիմության մասին կարող եմ խոսել այն ուժի, որ ես եմ ներկայացնում, այս բոլոր տարիներին գործողությունները եղել են այդ կետին չհասնելու համար, բայց ակնհայտ է նաև, որ գործողությունները պիտի լինեն համարժեք ու պիտի կարողանան այն ինչ վտանգների մասին, որ մենք խոսում ենք, պատասխանատվության բերումով նաև հասանելիություն ունենք ավելի շատ ինֆորմացիայի, քան հանրությունը գիտի, ակնհայտ է նաև, որ պետք է համապատասխան լինեն գործողությունները, համարժեք լինեն եւ նաև հանրության համար պիտի տեսանելի լինեն այն վտանգները, տեսանելի եւ զգալի լինեն այն վտանգները, որոնց մասին մենք խոսում ենք։ Մենք մի ճանապարհ ունենք, այսինքն որքան էլ որևէ ուժ ուզենա չհասնի, ավելի շուտ լինի, այդ շուտ լինելու պահանջն էլ հասկանալի լրիվ, բայց դա կարող ենք անել միայն հանրության
այն մոբիլիզացիայով, որը թույլ կտա այս հարցը լուծել։ Հիմա այդ մոբիլիզացիան ունենալու համար ինչ է պետք։ Դա արդեն կախված է նաև իրադարձությունների զարգացումից։ Դու չես կարող, այսինքն ինչ-որ ստերիլ պայմաններում չես, որ նախանշես մի ուղղություն ու կապ չունենա դա իրադարձությունների գետնի վրա զարգացումից։ Այս փաստաթուղթը մենք անգամ հիմա չգիտենք, ստորագրվելու է, նախաստորագրվելու է, դա գուցե խոսում ենք 26 ընտրությունների մասին, բայց ես ընդհանրապես չեմ բացառում արտահերթ ընտրությունները որևէ կոնֆիգուրացիայում, չեմ շատ հսկայական նշանակություն ունի առաջիկայում սպասվող թիմ ընտրությունները առաջնահերթ Գյումրիում։ Այսինքն սրանք բոլոր իրադարձությունները, որոնք պատասխանատու քաղաքական ուժերը չեն կարող ուղղակի գալ եւ ասել մենք ուզում ենք որ լինի անկախ իրավիճակից մենք անելու ենք դա։ Ոչ, իրավիճակը հաշվի ենք առնելու, անելու են գործողություններ, երբ լինելու է հաջողության հասնելու ամենամեծ շանսը եւ այդ շանսը այնտեղ է, երբ մենք կարողանանք մարդկանց ներկայացնել հնարավորինս տեսանելի այն վտանգները, որով սպառնում է այս բոլոր փոփոխությունները, որոնք իրենք բերում են։ Այստեղ ուրիշ բան կարող եմ ես ասել։ Մենք բնականաբար հասկանում ենք, որ այս փոփոխությունները լինելու դեպքում պարզապես այդ թվում նաև այն քաղաքական ուժերի, որոնք մենք ենք ներկայացնում, գոյությունը Հայաստանում չասեմ հարցականի տակ է դրվելու, այսինքն ավելի ծայրահեղ, ոչ թե հարցականի տակ է դրվելու, այլ ամենայն հավանականությամբ այդ քաղաքական ուժերը չեն լինելու, եթե այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, լինի, այսինքն մենք խոսում ենք, նշանակում եկեք բացենք փակագծերը, երբ ասում եք քաղաքական ուժերը չեն լինելու։ Երբ մենք խոսում ենք, որ կողմերը Ադրբեջանի հետ համաձայնեցրել են ռևանշիզմի դեմ այսպես կոչված պայքարի կետ, դրա ընդունում են արդեն։ Եվ Ադրբեջանը ամեն առավոտ գլխավոր լրատվականներով հայտարարում է, որ Դաշնակցությունը ռևանշիստական ուժ է։ Դա ինչ է նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է ստանձնել Իլհամ Ալիևի դիմաց պայքարել օրինակ Դաշնակցության նկատմամբ, օրինակ ազգային կառույցների եւ ուժերի նկատմամբ։ Այսինքն մենք այս ամբողջ իրադարձությունները որ խոսում ենք, հասկանանք, որ սա նաև մեր ֆիզիկական եւ մեր ուժի գոյության հարցն է։ Այս փոխկապակցված է երկրի գոյությունը, ուժի գոյությունը, հայ ժողովրդի գոյությունը։ Մի կողմում Կարմիր գծի Փաշինյանը Ալիևն են, մյուս կողմում էս բոլորս։ Դրա համար ինչի՞ եմ ես այս օրինակը բերում, որ այստեղ առաջինը մենք ենք նաև շահագրգռված չհապաղելու, բայց պետք է կարողանալ անել այն ժամանակ, երբ կարող ես հաջողության հասնել։ Դուք ասացիք պետք է կարողանալ անել նպաստավոր ժամանակահատվածում, հա, ընտրելով նպաստավոր ժամանակահատվածը։ Տիկին Վարդանյան, Գելափը մի քանի օր առաջ է հրապարակել հերթական սոցիոլոգիական հարցման տվյալներ, ըստ որոնց Փաշինյանական իշխանությանը 11%-անոց վստահություն է տրվել քաղաքացիների կողմից։ Եկեք հիշենք վարկանիշի ինչ աստիճանով եկան 70-ից 80%, ընդամենը ունեն 11%-անոց վարկանիշ։ Բայց 11%-անոց վարկանիշը դա ամենանպաստավոր ժամանակահատվածը չէ։ Ես հղում ձեր նշած կազմակերպության դժվարությամբ կարողանամ անել, բայց չեմ կարողանա հերքել, որ պատմական ամենացածր կետի վրա է միջև այս բաղկայությունը ցած Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եւ դա տեսանելի ու զգալի է եւ այդտեղ մենք էլ ամեն ջանք գործադրել ենք, որ այդ հասնի այդ մինիմումին եւ էլի շարունակի ինչքան տեղ ունի նվազելու։ Դա արդյոք նպաստավոր պայման է որևէ փոփոխության համար, բնականաբար դա խանգարող պայման չէ, նպաստավոր պայման է հանրային տրամադրության փոփոխությունը։ Դա միայն բավարար է ոչ, դա նշանակում է արդյոք որ պետք է նստել սպասել ավելի իջնի, ավելի դրա մասին չէ խոսքը։ Հիմա էլ Հայաստանում քաղաքական գործընթացներ են ընթանում։ Ես առաջին նշեցի Գյումրիի ընտրությունները, թիմ ընտրությունները ցանկացած, այսինքն ամեն կետից կարող է սկսել Փաշինյանի նահանջի շղթան եւ բնականաբար այս դաշտի ազգային դաշտի հաղթանակների շղթան։ Այս բոլորը քաղաքական իրադարձություններ են, որոնց բնականաբար մենք ինչ որ կողքից դիտորդները չենք, մասնակիցներն ենք եւ դիտարկելով հնարավորությունները ուղղակի գործում ենք այդ հնարավորության սահմանում։ Հիմա Գյումրիում առաջնահերթ խնդիրը թույլ չտալ, որպեսզի ԿՊ-ն իշխանություն ձևավորի։ Դա հսկայական առաջին քայլ կարող է լինել երկրում ամբողջությամբ իրավիճակ փոխելու։ Այո, կարող է լինել։ Տեսեք, ես նկատում եմ, որ մեր ընդդիմադիր դաշտը շատ է մի տեսակ սևեռված Գյումրիում ընտրությունների արդյունքների վրա եւ ընդդիմադիրներն ինչ են ասում, ասում են նա եթե Գյումրիում Փաշինյանը պարտվեց, դա հնարավորություն կստեղծի, որպեսզի համապետական ընտրություններում եւս պարտվի, բայց ենթադրենք ընդդիմադիր տեխնացուն հաղթեց Գյումրիում։ Տիկին Վարդանյան, դուք գործ ունեք մի իշխանության հետ, որը բոլոր ընդդիմադիրներին կալանավորելու հարցում մեկ վայրկյան չի մտածում։ Որն է երաշխիքը, որ Գյումրիում հաղթած օրինական ճանապարհով ընտրված ընդդիմադիր գործին Փաշինյանը չի կալանավորելու եւ չի անելու այն, ինչ արեց Վանաձորում։ Որևէ երաշխիք չի կարող լինել,
դուք լրիվ ճիշտ եք ձեր գնահատականներում եւ պրակտիկաները ներկայացրեցիք, խոսքը նրա մասին չէ, որ մենք Գյումրիում կունենա Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ, այդ քաղաքապետը Սարեշուր կտա, դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ հանրային մենք գործ ունենք ամենացածր հանրային վստահության վարկանիշի հետ, մենք գործ ունենք հանրային լայն զանգվածների դժգոհության հետ եւ դժգոհության տարբեր օջախների հետ, եթե դուք Երևանում քայլեք, ամեն օր միա ցույց է ընդհանրապես տեղի ունենում, որը չի կապիտալիզացվում եւ չի նաեւ օգտագործվում ընդդիմության կողմից։ Դա մի պահի պետք է կապիտալիզացվի, չէ՞, այսինքն մենք կարողանանք արդյունքի մասին դատել, եթե այդ արդյունքը X պահի լինի։ Հիմա այս ֆոնի վրա պարտություն երկրորդ խոշոր քաղաքում այս ակնկալիքները այն են, որ սա կարող է լինել փոփոխությունների շղթայի առաջին օղակը ընդհանրապես։ Արդյոք դա երաշխավորում է, որ դրանից հետո այսպես համայնքները ընկնելով կհասնեն Երևան։ Դրա մասին չէ խոսքը։ Դրա հանրային տրամադրությունների արձանագրման մասին է, հաղթանակի զգացողության մասին է, որը կարող են ունենալ ոչ իշխանական հայացքներ ունեցող անհատները եւ դրան բնականաբար դրան պետք է հաջորդեն տրամաբանված նույն բանով ուղղությամբ գործողություններ, մենակ գործողությունները հաշվարկված քայլեր կարող են բերել արդյունքի, որևէ պարագայում ուղղակի նստել, նայելով, տենց հետևելով, սպասելով մինչև Փաշինյանը կընկնի եւ կվնասի ինքն իրեն, դա չի լինելու բնականաբար։ Այս բոլոր քայլերը պետք է կապիտալիզացնել եւ օգտագործել։ Հիմա երբ որ ասում ենք, որ ակնկալիք կարող լինել փոփոխության, այն է, որ Գյումրիի ընտրությունները կամ ցանկացած, ես ասում եմ, փառակարամանքի անգամ իրենք ինչու են այդքան լուրջ տրամադրված այդ ընտրությունները, ինչու է Փաշինյանը անձամբ լավ ուրիշ չի, չէ, որ գնում են ելույթներ ունեն, որ ունենում է ու հակազդեցությունը մեծացնում է։ Լավ ուրիշ չի, որտեղ իրենք հասկանում են, որ եթե մի պատեղից սկսի պատրության շղթան, դա կարող են չկարողանալ կանգնեցնել։ Այս է մոտեցումը։ Տեսեք, մի ձևակերպում արեցիք, ասացիք, հո չենք նստելու, սպասենք, որ օրինակ Գյումրիում հաղթած ընդդիմադիր տեխնացուն Սարեշուր տա, բայց Սարեշուր տալու ակնկալիք հասարակությունը ունի ձեզանից ընդդիմադիրներից հետ, դուք երբեք Սարեշուր տալու, էլ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, էլ ինչ պետք է հանձնի, որ ընդդիմադիրներից Սարեշուր տա։ Մենք երբեք չենք գործել Փաշինյանը թողես մի բան անի, հետո գործենք, հետո աշխատենք։ Մեր այս էլի եմ կրկնում 4 տարիների ընթացքում գործողությունները միտված են եղել, որ այստեղ չհասնենք, արել ենք մեզնից կախված ամեն ինչ։ Էլի պիտի շարունակենք անել, որովհետև կրկնում եմ, այն ինչ հետևանքների մասին մենք խոսում ենք, դա անմիջապես առաջինը մեր մաշկի վրա զգալու ենք ավելի շատ։ Հետևաբար Փաշինյանը սպասենք մի բան էլ անի, որ դա կարողանա կապիտալիզացնելու մասին չի խոսքը։ Խոսքը երբ է հնարավոր ամենաարդյունավետ գործողություններ անել։ Մենք ուղղակի պատասխանատվության ենք դրան մոտենում։ Հասկանում, այս 4 տարիների ընթացքում 4 շարժումներ ենք տեսել։ Օրինակ անցած տարի հիմա մարտին ենք, լավ, փետրվար-մարտին դժվար էր կանխատեսել, որ մայիսին կլինի համաժողովը, բայց այդ ուղղությամբ աշխատանք կար։ Ոչինչ, տենց ուղղակի չի լինում, այսինքն մայիսին ուղղակի մարտիկ չեն հավաքում։ Բայց նաև եկեք արդյունքները, երբ խոսում ենք մայիսյան շարժման մասին, եկեք նաև հիշենք արդյունքը։ Խոսենք արդյունքների մասին, այդտեղ էլ կաշկանդում չկա, բայց միջև էս բա եթե հնարավոր չի եղել արդյունքի հասնել, այդտեղ առաջին մեղավորները նրանք չեն, ովքեր փորձել են այդ արդյունքին հասնել։ Եվ այս բոլոր շարժումները մի օղակ են ու մի աստիճան են այն հաջողության կետին, որին մենք ի վերջո հասնելու ենք։ Ես դրանում համոզված եմ, սրանք բոլորը ճանապարհ են, քայլեր են, որոնք մենք պիտի անցնենք։ Ի վերջո այն ուժը, որի մասին մենք խոսում ենք, իրենք փորձել են բազմաթիվ անգամներ, մինչև եկել հասել են այն կետին, որին հասել են։ Մենք իրավունք չունենք 4 անգամ կլինի 3, չգիտեմ, անգամներով չեմ չափում։ Պետք է փորձենք այնքան ինչքան պետք է հաջողություն հասնել համար, որտեղ երբ ասում են գոյաբանական կյանքի մահի հարց այդտեղ չափազանցություն չկա անկեղծենք, բայց կյանքի մահի պայքարում տենց փորձեցի չեղավ հոգնեցի, այդ որն է, це մեզ եմ ասում, հասարակականին չեմ ասում, հասկանալի է, որ այստեղ հիասթափության ալիքի հետ գործ ունենք ամեն նպատակին չասած շարժումից հետո, բայց նաև փորձ ցույց է տալիս, որ ամեն շարժում գնալով ընդգրկուն է դառնում։ Մենք չենք հուսալքվում, ձեռքներս ծալած չենք նստում, պլանավորում ենք, այլ ճարը չունենք։ Դրա այլընտրանքը պարզապես չունենք, շռայլությունը մեզ ընտրության հնարավորություն թողնված չի։ Կամ մենք փոխելու ենք Նիկոլ Փաշինյանին եւ կարողանալու ենք ապրել, կամ Նիկոլ Փաշինյանը մնալու է եւ չի թողնելու մեզ ապրել։ Այս է ընտրությունը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Արգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Քրիստինե Վարդանյանն էր, այսքանը ցտեսություն։